նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով հստակ նախատեսվում է այդ ուժի մեջ մտնելու կարգավորումներ, այս բանը ամբողջությամբ չեմ հիշում, բայց այդպես չի, որ բոլոր դեպքերում կարող եք դուք հաջորդ օրը ընդունված նորմատիվ ակտ ուժի մեջ մտնի, այս մեկ, որտեվ հիմա բան այդ խնդիրը կա, եւ երկրորդը բան այդ տենց ստրես լավ եթե նույնիսկ լավ բան է այս ստրեսային վարժություններով մի արեք այսինքն 24 ժամյա ռեժիմով անենք արագ անենք չիմանան կամ այսինքն բայ 6 ամսվա պարոն Թունյան 100 անգամ քննարկել ենք հիմա կասեք турքը դրա մեջ չի մտնում հա բայց դե բանի տնտեսվարողի համար ինչ տարբերություն անունը ինչ եք դնում այն գումարի, որը որ պետք ինքը ավել վճարի այդ գործարքը կատարելու համար։ Դա կդրնեք մաքսատուրք, թե, չգիտեմ, պետական տուրք, թե անուղակի հարկ եւ այլն, այսինքն այս 6 ամիս առաջ ուրեմն ինքը տեղյակ լինելու մասով, այսինքն երբ որ օրենքը ընդունվում է, գիտեք, հարկային օրենսգրքում ասում է 6 ամսվա պահպանի, որ կարողանա վերադասավորվի, էլի, պետք չի որևէ մեկին լավություն անել, մեկին վնասելու հաշվին։ Պարոն Ավետիսյան, ես ինչ թեմա բացեցիք։ Մի հատ բան, մի րոպե, հիմա այս турքը 29, մի րոպե, այս турքը 29, դե թողեք, ես ես լսում եի, 29,000 դրամը հիմա աշխատում է, չէ, ուժի մեջ է։ Օգոստոսի 31-ին է ընդունվել 29,000 դրամը, բա ոնց 6 ամիսը չենք պահել, պարոն Ավետիսյան։ Այսինքն турքի դեպքում, մի րոպե, օգոստոսի 31-ին օրենքը ընդունել ենք եւ եթե մենք այդ 6 ամիսը պահենք, այդ նախագիծը դեռ պիտի ուժի մեջ մտած չլներ, բայց նախ առաջինը սա դասական առումով, օրենքի տարի առումով турքին չի վերաբերում, ուղղակի մենք հանձնաժողովում բոլոր այն դեպքերում, երբ որ ողջամիտ ա եղել, այդ ողջամիտ ժամկետը 6 ամսա տարածել նաև турքի դեպքում դա պնդել ենք ու արել ենք, բայց այս դեպքում քանի որ տեղական արտադրողին պաշտպանելու հրատապ անհրաժեշտություն կա, այս դեպքում իմ կարծիքով այդ 6 ամսվա ժամկետը պահելը վնասում է մեր տնտեսվարողներին, սա մեկ։ Երկրորդը այնպես չի, որ այս փոփոխությունները ներկրողների համար ինչ որ բան են, անսպասելի են, որտեղ այս մասին խոսակցությունը միշտ կա, եւ որ ասում եք մեկին օգուտ տակ, մեկին վնաս տակ, ես հիշեցնեմ, որ նույն ամրան արտադրողների հետ կապված մոտավորապես 1-2 տարի ամենամեծ բանավեճի մեջ եղողներից մեկը ես եմ, որովհետև երբ խոսքը վերաբերում էր այդ հումքի սահմանափակումներին, այդ ժամանակ մենք փոքր ընկերությունների շահերն էինք պաշտպանում ու վերջը հաջողվեց էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերների հետ մշակել մի հատ այնպիսի մեխանիզմ, որ ամրան արտադրողը, բիլետ արտադրողը, ջարդոն հավաքողը իրար հետ ինչ որ համագործակցության մեխանիզմ գտնել։ Հիմա այդ թվում նաև աջակցության տարբեր ծրագրերով, ինչ որ սուբսիդավորումներով։ Հիմա այս մեխանիզմը գտնվել է, մարդիկ աշխատում են, ընդ որում այն մի ընկերությունը, որը իրանական կապիտալով աշխատում, իրանք սկզբից բիլետ էին արտադրում ու շատ դեմ էին այդ հումքի սահմանափակումներին, հետո իրենք էլ են սկսել ամրան արտադրել, հիմա իրենք էլ են ամենաշատը բողոքում, որ փաստացի դեմպինգային իրավիճակի պատճառով իրենք ունեն շատ բարդ իրավիճակ։ Հիմա ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ ուրիշ ժամանակ դուք տեղական արտադրողների շահերը դնում եք առաջին տեղում ու լավ եք անում։ Հիմա այս դեպքում մենք որ ասում ենք դա հենց հավասարակշռված է, պարոն Ավետիսյան։ Այս турքի չափը հենց այն է, պարոն Ավետիսյան, որը փոխհատուցում է իրանց այն արտոնյալ ստացած ֆորան, որը եղել է փոխարժեքի, մաքսատուրքերի եւ պետական ինչ-որ աջակցության մեխանիզմների արդյունքում։ Այսինքն այս որոշման արդյունքում ներկրումը ոչ թե տուժելու է, ոչ թե վերանալու է, այլ հետա բերելու իրավիճակը բալանսավորված վիճակի, որ մեր տեղական արտադրողները կարողանան աշխատել։ Հիմա եթե մենք սա հրատապ ռեժիմով չենք ընդունում, ստացվում է, որ առնվազն 1 ամիս ներկրումները մեծ չափով շարունակվելու են։ Հիմա եթե դուք ներկրողների չեն կարող շարունակվել, այսինքն պարոն Ղարամանյան, խնդիրը հետևյալն է, եթե մենք 24 ժամանոց ռեժիմով ենք ընդունում եւ ուժի մեջ ենք մտցնում դա հրապարակման հաջորդ օրը,
Ներկրողները փաստացի ունենում են 1 շաբաթ ժամանակ, որպեսզի այդ ընթացքում դիմեն հավելյալ լիցենզիաների ու ներկրումների համար։ 1 շաբաթը մի բան է, 1 ամիսը մի բան է, ու իմ կարծիքով այդ ընթացքում շուկան կարող է ձևափոխությունների ենթարկվի, որ դրատակից դուրս չգանք ու վերջի բանել ասեմ ու ձեզ լսեմ։ Նշեցի, որ անգամ մենք քննարկում ենք արտահերթ նիստով այս նախագիծը անցկացնելու հնարավորություն, այսինքն ենթադրվում է, որ այս նախագիծը կարող է շուտ անցած լինել, բայց քանի որ օրենքի հեղինակը դուք եք, բնականաբար եթե դուք առաջարկին դեմ լինեք, մենք թողենք այն տարբերակով, որ տարբերակով որ կա։ Շնորհակալություն կարգը խախտելով, որ դուք դրան էլ անդրադառնաք, բա որ այդքան հրատապ, ինչ ասում ենք պարոն Թունյան, ասում եք ես եմ եղել, ես եմ արել, լավ, շատ լավ, դուք եք բանը, հիմա պարզ բաները եթե մենք քննարկում ենք եւ պետք է անընդհատ ասենք արդարացվի եւ բուն թեման թողնվի մի կողմ, այս քննարկումներն էլ անիմաստ դառնում։ Եթե այդքան հրատապ է, ի վերջո լիազոր մարմին կա եւ բավականին էլ խորը ես տեսնում եմ, որ ոլորտի համակարգողով խորը պատկերացնում է այդ խնդիրները, գիտի այդ մասին։ Այսինքն մի կողմից ասում եք այդքան հրատապ է, բայց լավ է որ Նարեկը Ղարամանյան, ասենք այս նախագիծը բերեց։ Բայց այդ հրատապ խնդիրները, որ օր առաջ, ժամ առաջ պետք է կարգավորման ենթարկվեն, տեսեք այդ պատերազմը երբ ա եղել, դրա հետևանքով այդ փոփոխությունները երբ են եղել, այդ սուբսիդավորումները, այսինքն շատ հրատապի դեպքում այո լիազոր մարմինը պետք է բերեր առաջարկեր 24-ժամյա ռեժիմով եւ այս կարգավորումները փոփոխվեր եւ լիներ։ Հիմա ամբողջ ասած, այստեղ ոչ թե կապրիզի հարց կա կամ անիմաստ հակադրվելու, ինչպես դուք փորձում եք ներկայացնել, այս շատ պարզ բան կա, ասում են պետությունը պետք է լինի տեսանելի։ Եթե նույնիսկ մի լավ բան ես անում, այսինքն չպետք է այդ անես, այսպես ստրեսներ առաջացնելու կամ չգիտեմ, բան կոշտ տենց միջամտությունների մտնելու դուրս գալու ճանապարհով։ Պարզ ընթացակարգերով գոյություն ունեն կարգավորումներ, մարդիկ ներդրում են արել, այդ թվում ներկրողները, որոնք տնտեսվարող են, այդ թվում մեր արտադրողները, ոչ մեկ չի ասում տեղական արտադրում, ինչ եք մանիպուլացնում, պարոն Թունյան, ես ասում եմ տեղական արտադրությունը պետք է չպաշտպանվի, տենց բան եմ ասում, մենք մոտեցման մասին ենք խոսում, ոնց անենք, որ արդյունավետ պաշտպանվի եւ հնարավորինս քիչ վնասով ավելի մեծ օգուտ, սա ենք քննարկում։ Իսկ մնացած այս մոտեցումները մեկ այլ խնդիր է առաջանում, պետության նկատմամբ վստահությունը, տեսանելիությունը, երկարաժամկետ տուժում է սրանից։